ԱՄՆ նախագահն այսօր Իսրայելի խորհրդարանում ելույթ ունենալիս կրկին հիշեցրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման մասին։ ԱՄՆ առաջնորդի խոսքով Վաշինգտոնը ձգտելու է գալիք սերնդի համար կառուցել ապագա եւ ժառանգություն հիմնված կոոպերացիայի, բարեկամության եւ առևտրային կապերի վրա։ Թել Ավիվից մինչեւ Դուբայ, Հայֆայից մինչեւ Բեյրութ, Երուսաղեմից մինչեւ Դամասկոս եւ Հայաստանից մինչեւ Ադրբեջան։ Եվս մեկ պատերազմ, որը ես կանգնեցրի։ Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը համատեղ աշխատում են տրանսպորտային ուղիների, այդ թվում հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման ուղղությամբ։ Բաքվում կայացած Ռուսաստան-Ադրբեջան-Իրան երկկողմ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետը։ Այս աշխատանքի հաջողությունը կախված է մեր համատեղ ջանքերի համակարգումից։ Աշխատում ենք ավտոմոբիլային անցակետերի հզորությունը մեծացնելու, բեռնափոխադրումների մի մասը երկաթուղային տրանսպորտին վերաբաշխելու, համատեղ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելու, մաքսային հսկողությունը արագացնելու եւ ընթացակարգերը օպտիմալացնելու ուղղությամբ։ Ֆրանսիան դեմ է Գազայի հատվածի կառավարմանը արմատական պաղեստինյան Համաս շարժման ցանկացած մասնակցության ռազմական գործողությունների ավարտից հետո։ Մակրոնի հայտարարությունն է։ Այսօր Գազայում ստեղծվում է հատուկ կառավարման համակարգ եւ Պաղեստինի ինքնավարությունը պետք է կարևոր դեր խաղա այս գործընթացում։ Ավելին ապահովվել է Իսրայելի հետ համաձայնության եւ թափանցիկության գործընթաց, որում Համասը չի կարող որևէ դեր խաղալ։ Կրեմլը հայտարարել է, որ նախագահներ Պուտինի եւ Թրամփի միջև հեռախոսազրույցի պլաններ այս պահին չկան, հավելել անհրաժեշտության դեպքում բազմաթիվ հնարավորություններ կան նման զրույց անհապաղ կազմակերպելու համար։